10 բալոնոց խցանումները անկախ օրվա ժամից եւ առիթից Երևանում սովորական երևույթ են դարձել։ Արդեն երկար ժամանակ է, ինչ մարդիկ իրենց օրը պլանավորում են խցանումների հաշվարկով։ Այսինքն, այսինչ վայրում կլինեն ոչ թե 30 րոպեից, ինչպես միշտ էր, այլ ժամ 20-ից, հաշվի առնելով խցանումները։ Որպես պատճառ նշվում է ներկրվող մեքենաների մեծաքանակությունը։ Միայն վերջին 1 տարվա ընթացքում Երևանում գրանցվել է 11000 նոր մեքենա։ 10000-ը վերջին տարիներին ամենացածր ցուցանիշն է եղել Հայաստանում գրանցվող մեքենաների։ Հետևաբար ասենք, որ 10000-ը դες չի խաղում, հատկապես այն ֆոնի վրա, որ առնվազն 400,000 մեքենա Երևան քաղաքում շահագործվում է։ Այդուհանդերձ հարց է առաջանում. ինչն է մեքենաների դանդաղ ընթացքի պատճառը կամ պատճառները։ Չէ՞ որ եղել են տարիներ, երբ Հայաստան եւ մասնավորապես մայրաքաղաք շատ ավելի մեծ թվով մեքենաներ են մտել։ Միջին անցող ունակություն կա, միջին արագություն կա։ Երևանում լավագույն դեպքում կազմում էր 22.5 կմ/ժ, բայց հիմա ավելի կատաստրոֆիկ է 18-ի ու 18-ից ավելի է իջնում։ Պատճառներից գլխավորը ըստ մասնագետների դա բնակչության թիվ, բնակտարածք, սպասարկման տարածք հարաբերակցության խախտումն է։ Այսինքն քաղաքի նորմալ կենսագործունեության համար յուրաքանչյուր մարդուն պետք է բաժին հասնի այսքան զբոսնելու տարածք, այսքան ճանապարհի տարածք, այսքան սպասարկման տարածք։ Երևանում այդ թվերի հարաբերակցությունն էականորեն փոխվել է գերբնակեցման պատճառով։ Բնակեցման քանակի սահմանափակումն է առաջի խնդիրը, որը թողած, այսինքն գերխնդիրը թողած, մենք ասում ենք ավտոմեքենան է շատ, այս ինչն է քիչ, ինչն է չի բավարարում։ Սա պետք է լինի գլոբալ քաղաքականություն, այսինքն հարցը միայն Երևանը չէ։ Սահմանակից համայնքներում բառի բուն իմաստով Երևանի սահմանին կառուցվող շենքերը նույնպես մայրաքաղաքի ճանապարհների հետագա խցանումների պատճառ են դառնալու։ Բայց հիմա էլ քաղաքում կան տաք կետեր, որոնք մասնագետների կարծիքով կարելի է բեռնաթափել։ Օրինակ, էստակադաների միջոցով։ Հայրենիք կինոթատրոնին կից խաչմերուկի համար ժամանակին նման նախագիծ էր առաջարկվել։ Չարբախի սարավ մասը, որը որ հայտարարությունն է, ու այդ 15 թաղամասի կալցեվոյ է հայտ, որտեղ որ մարդիկ օրեր են ամուսկացնում։ Կա մեկ այլ ավելի կոպիտ լուծում եւս։ Բեռնատարների մուտքը Երևանի որոշ վարչական շրջաններ թույլ տալ միայն գիշերային ժամերին։ Մյուս լուծումը Երևանի տարբեր վարչական շրջաններում մասնավորի հետ համատեղ ստորգետնյա եւ վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցումն է։ Եթե դրանք լինեն մետրոյի կայարաններին մոտ, շատ ավելի լավ։ Մարդիկ իրենց մեքենաները կկայանեն դրանցում եւ քաղաքի կենտրոնում կերթևեկեն հանրային տրանսպորտով։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։